Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը ներառում է մեկը մյուսի հետ անմիջականորեն կապված եւ մեկը մյուսից բխող երկու ռազմական բաղադրիչ։ Առաջինը բուն հարվածներն են Իրանի ռազմական թիրախներին, պահեստներին, զորամասերին, միջուկային հետազոտությունների եւ միջմայրցամաքային հրթիռների արտադրության կենտրոններին։ Երկրորդը Լիբանանի հարավում Իրանի գաղափարական, ռազմական եւ ֆինանսական աջակցությամբ գործող Հեզբոլլահի վրա Իսրայելի գրոհներն են։ Իսրայելը ցամաքային գործողության է անցել Լիբանանի հարավային տարածքում Ցախալի Իսրայելի պաշտպանության բանակի 91-րդ դիվիզիան հասցեական հարվածներ է հասցնում Հեզբոլլահի հենակետերին։ Հեզբոլլահը հարվածներ է հասցնում Իսրայելի հյուսիսային ավաններին։ Իսրայելը մոտ 100,000-անոց բանակ է մոտեցրել Լիբանանի սահմանին եւ այդ երկրի հարավում ապրող մարդկանց կոչ է արել անհապաղ հեռանալ բնակավայրերից։ Լիբանանում մարդասիրական ճգնաժամը ել ավելի է սրվել, զոհվել է ավելի քան 850 մարդ, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 850,000-ը։ Անցած շաբաթավերջին համացանցում ասեկոսեներ են տարածվել այն մասին, թե Իսրայելի վարչապետն իբր մահացել է։ Քննարկումները մեծ արձագանք են ստացել որոշ երկրներում։ Տարածված վիդեոնյութերի նույնիսկ մակերեսային վերլուծությունը վկայում էր, որ հոլովակը պատրաստվել է արհեստական բանականության կիրառմամբ, ընդ որում սիրողական մակարդակով, քանի որ վարչապետի ձեռքին 6 մատ էր։ Բենյամին Նեթանյահուն ստիպված էր ապացուցել, որ նրա մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են, իսկ ձեռքին 5 մատ է։ Ահա դրվագ վարչապետի եւ նրա օգնականի երկխոսությունից։ Օգնական։ Պարոն վարչապետ, ինտերնետում ասում են, թե դուք մեռել եք։ Նեթանյահու։ Ես մեռնում եմ սուրճի համար։ Գիտեք, ես սիրում եմ իմ ժողովրդին։ Նրանց պահվածքը հիանալի է։ Ուզում եք հաշվել մատներս։ Օգնական։ Կարող եք մեզ ցույց տալ։ Նեթանյահու։ Ահա, տեսա՞ք։ Օգնական։ Շատ լավ։ Նեթանյահու։ Դե լավ մնացեք։ Պատերազմը շարունակվում է ըստ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Իրանում ավելի քան 1300 մարդ է զոհվել, Իսրայելում զոհերի թիվը 12 է, սպանվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող, որոնցից 6-ը Իրաքում ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով։ Դոնալդ Թրամփը իրեն ուղեկցող լրագրողներին նախագահական օդանավում ասել է, թե Իրանի հետ բանակցելու նախապայմանը հստակ է, այդ երկիրը չպետք է ունենա միջուկային զենք։ Թրամփը ասել է, որ իրանական կողմը երազում է բանակցությունների մասին, բայց ինքը դեռ չգիտի, թե ում հետ կարող է բանակցել։ Ես չգիտեմ, ուզում եմ արդյոք գործարք կնքել Իրանի հետ, որովհետև գիտեք ինչ, նախ եւ առաջ ոչ ոք նույնիսկ չի պատկերացնում, թե ում հետ գործ ունենք։ Նրանց ղեկավարության մեծ մասը սպանվել է, այնպես որ ես նույնիսկ չգիտեմ, ուզում ենք գործարք կնքել, թե ոչ։ Իրանի մշակութային ժառանգության նախարարությունը երեկ հայտարարել է, որ այս պատերազմի ընթացքում վնասվել կամ ոչնչացվել է մշակութային պատմական արժեք ունեցող ավելի քան 50 վայր եւ հաստատություն, մզկիթներ, շուկաներ, թանգարաններ, արձաններ, տաճարներ Թեհրանում, Սպահանում, Քերմանշահում, Քրդստանի եւ Լորեստանի շրջաններում։